Բարև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցել եմ վերլուծաբան Բենյամին Մաթևոսյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան մեզ միանալու համար։ Մենք այս ընթացքում տարբեր անգամներ խոսել ենք եւ ամեն անգամ Ռուսաստանի, չգիտեմ, վերլուծում ենք, գնահատում ենք, փորձում ենք հասկանալ այս իշխանությունները ինչ կարող են անել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարելավեն, որպեսզի այն ավելի չվատանա, բայց ամեն անգամ ավելի վատանում են այդ հարաբերությունները, բանը ասավ նրան, որ փաստորեն Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվում էր Հայաստանի ներքաղաքական հարցեր, որոնք վաղուց արդեն ոնց որ թե ներքաղաքական չեն, Եվրամիության այստեղ հրավիրելով դրանք արդեն դարձել են արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական կենտրոնների մասնակցությամբ Ինչպես է գնահատում հանդիպումը եւ քննարկումը նաեւ Պուտինի կողմից, նախագահ Պուտինի կողմից հիշեցումը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, թե ինչ շահեր ունի Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Բորիս, նախ երևի սկսենք հետևյալից, Հայաստանի ներքաղաքական գործընթացները դադարեցին լինել միայն ներքաղաքական, երբ որ 21 թվականի փետրվարին Թուրքիայի գլխավոր շտաբից միջև Ռեջեփ Տայիպ Էրդողան աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ուղղակի արձանագրենք, Արցախում պատերազմը հանգեցրեց նրան, պատերազմում պարտությունը հանգեցրեց նրան, որ ներքաղաքական գործընթացներում սկսեցին հայտնվել արտաքին քաղաքական գործոններ, Եվրամիության վերաբերյալ դուք արդեն նշեցիք, որ իշխանությունները իրենք են էստի համեցեք արել Եվրամիության, այսինքն արտաքին խաղացողին ներգրավել են ներքաղաքական գործընթացների մեջ արտաքին ազդեցությունը մեղմելու համար, ինչը վերաբերվում է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին վերջին հանդիպմանը, Բորիս տեղի ունեցավ այն, ինչը երկար ժամանակ Հայաստանում քննարկվում էր փորձագիտական, քաղաքագիտական, քաղաքական հարթակներում կամ քաղաքական գործիչների, փորձագետների կողմից, որ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի մեջ են գտնվում, բայց ռուսական կողմը առաջին անգամ թերևս նորանկախ պատմության ընթացքում բաց տեքստով ներկայացրեց այն խնդիրների բոլոր փաթեթը, որը կուտակվել է հայ-ռուսական հարաբերություններում ամենասկզբից նշենք հետևյալը. ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը իրականում իրենց չպետք է թույլ տան նման շռայլություն, բացասական այս տեսակ հարաբերություններ ունենան։ Պատմական, նույնիսկ կրոնական, քաղաքական առումներով տրամաբանական է, որ Ռուսաստանը ներկայացված է Հարավային Կովկասում Հայաստանի շնորհիվ, Հայաստանում է ինքը ներկայացված, նաև տրամաբանական է, որ Հայաստանի անվտանգային համակարգը շատ իր բաղկացուցիչ մասերով կապված է Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն ես ինչի եմ ասում, մենք փոխշահավետ համագործակցություն ունենք, մեր երկուսի շահերից էլ չի բխում հարաբերություններում ճգնաժամը, բայց ունենք այն ինչ ունենք, ու մենք բոլորս էլ ականատես եղանք նրան, որ Բորիս ուտելու վերաբերյալ Պուտինի հայտարարությունից բացի ինչ որ բանի հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց, որևիցե այլ հարցի վերաբերյալ իրենք չունեին համաձայնություն, ոչ ԵԱՏՄ, ԵՄ ուտելու մասով կարծում եմ պարոն Մաթևոսյան, ուտելու մասով Պուտինը հասկանալով, որ չկան այսպես համընկնող կողմեր, ոնե մի բան ասեց, որ համընկնի, ասեց ենթադրում եմ ուտելուն Նիկոլը դեմ չի լինի, իսկ այդտեղ այդպես էլ ստացվեց։ Բայց սա իրականում, եթե կատակը մի կողմ ենք թողնում, սա խոսում է հետևյալի մասին, դա նորմալ չէ, երբ որ Հայաստանի դեֆակտո ղեկավարի եւ Ռուսաստանի իշխանությունները որևիցե հարցի վերաբերյալ իրենք չունեն համընդհանուր պատկեր, համընդհանուր պատկերացում, համընդհանուր մոտեցումներ, ես կրկին ասեմ, դա բացասական եւ ռուսների համար եւ մեզ համար, ուղղակի մեր համար հետևանքները կարող են Ես ներողություն եմ խնդրում, պարոն Մաթևոսյան, ինձ մոտ տպավորություն էր որ այդ երկկողմ հանդիպման ժամանակ Պուտինը տանում էր եւ Ռուսաստանի ներկայացուցիչ եւ Հայաստանի շահերը ներկայացնողի դերը, որովհետեւ Ղարաբաղի խնդրի մասին հիշատակեց Պուտինը, Հայաստանի տնտեսական շահերի մասին հիշատակեց Վլադիմիր Պուտինը եւ ընդհանրապես իմ մոտ տպավորություն էր, որ Վլադիմիր Պուտինը փորձում է ինքն իր հետ բանակցել Հայաստանի շահը Հայաստանի անունից, հասկանալով, որ իր դիմաց նստած է թուրքական շահեր սպասարկող մեկը։
Մի քանի արձանագրում անենք, դուք էլ դա նշեցիք, Բորիս, ֆիքսենք Ռոբերտ Քոչարյանը, Վլադիմիր Պուտինը, ռուսաստանյան լրատվամիջոցները, ռուսական փորձագիտական շրջանակները, Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունները օրակարգ են կրկին բերում Արցախի հարցը։ Սա մենք արձանագրենք հստակ հետագայում, այսպես ասած, պատմության համար այս արձանագրումը անենք։ Սա առաջինը, երկրորդը կրկին գալով պատմական որոշակի նրբերանգներին։ Երկար տարիներ, տասնամյակներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հետ իր կոմունիկացվել է, այդ կոմունիկացվելու համակարգինքը կառուցել էր հետևյալ կերպ, հասարակության հետ շփումները չափազանց ցածր որակի են, եթե շատ մեղմ ձևակերպենք, ինչ մոդելով են իրենք շարժում։ Կա այսպես ասած մեկ պատահանի սկզբունք։ Երկրի նախագահ կար, խոսքը մինչև 18 թվականի իրադարձությունները։ Երկիրը, չգիտեմ, վարչապետ ուներ, արտաքին գործերի նախարար ուներ, իրենց հետ էին կոմունիկացում բոլոր հարցերի վերաբերյալ, սկսած տնտեսական հարցերից, վերջացած Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Վերջում դա հանգեցրել էր նրան, որ այստեղ մեզ մոտ որից բաներ էին վաճառում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, որոնք գոյություն չունեին։ Օրինակ, դուք որևիցե ռուս պաշտոնյայից լսած կաք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է Ղարաբաղը պաշտպանելու համար կամ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար։ Բայց այստեղ քարոզը նենց էր գնում, որ մենք ԵԱՏՄ-ին միանում ենք, որովհետև Ղարաբաղի անվտանգությունն ենք ապահովում, թեպետ մարդկանց բանակցությունների ժամանակ, միջև ԵԱՏՄ-ին միանալը, ասվում էր միայն տնտեսական հետևանքների մասին, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե ընտրություն կատարել դեպի Եվրոպական միություն, այն ամենը, ինչը մենք բաց էկրաններին այսպես ասած տեսանք, նախկին իշխանությունների ժամանակ փակ դռների ետևում էր այս ամեն ինչը կատարվում։ Իսկ հիմա եւ տնտեսական առումով եւ անվտանգային առումով իրականում ամեն ինչ շատ բաց, պարզ, թափանցիկ ներկայացվեց, ինչն էլ չասես Պուտինը, ասացին հետագայում Պեսկովը եւ Օվերչուկը։ Օվերչուկի ֆիգուրը ընդհանրապես ինքը չափազանց կարևոր է, որովհետեւ ես պնդում եմ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունների ճարտարապետը Ալեքսեյ Օվերչուկն է։ Մարդ, ով առաջին տեղ միշտ դրել է տնտեսական համագործակցությունը, բայց եթե Փաշինյանական կոնտրագենտը ռուսական իշխանություններում այսպես ձևակերպենք, ինքը խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների խնդրի մասին, ինքը խոսում է թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե օրինակ Հայաստանը հրաժարվի ատոմային էներգիայից, դա խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, ավելին, որ այն խնդիրները, որոնց հետ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառով Հայաստանը բախվել է մինչև 2025-26 թվականները, այդ խնդիրները կարող են շարունակվել, կարող են բազմապատկվել, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուղղակի այս բաց երկխոսությունը հասարակության հետ անհրաժեշտ է նաև հետևյալի համար, որ հետագայում ոչ ոք Հայաստանում չկարողանա ասել, դե մենք չգիտեինք, ռուսական կողմը, այսպես ժողովրդական լեզվով ասած, կիսանամյոկներով էր խոսում, ոչ, ամեն ինչ բաց, թափանցիկ ասվել է։ Պարոն Մաթեոսյան, ինձ մի բան է հետաքրքիր, ռուսական կողմը այս հնարավոր հետևանքների մասին զգուշացնում է, որպեսզի հետո իրեն մեղավոր չանեն, թե ռուսական կողմը ուզում է բան փոխել դրանում, որովհետև ներողություն, եթե ուզում են բան փոխել, չգիտեմ, դժվար է պատկերացնել այսօրվա մեդիա իրականության մեջ, որ Ռուսաստանի իշխանության ասած խոսքը մանրամասնորեն Հայաստանի Հանրության բոլոր շերտերին կհասնի, դուք տեսնում եք սրանք ոնց են մանիպուլացնում, տեղեկատվական ինչ հնարավորություններ ունեն։ Հիմա ինձ մի բան է հետաքրքրում, ռուսները հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերից ելնելով չի գնա նման հետևանքներ ունեցող գործողությունների, եթե այսպիսի հույս ունեն, ապա միամիտ են։ Եթե հույսը չունեն, ապա ինչ հույս ունեն։ Ինչպես ասում են Մոսկվա слезам не верит, առնվազն կա տպավորություն, որ ներկայիս իշխանությունների վերաբերյալ Ռուսաստանում արդեն կա ձևավորված մոտեցում, եւ մոտեցումն այն է, որ սրանք, եթե շատ մեղմ ձևակերպենք, պայմանավորվածությունները չպահող սուբյեկտներ են։ Այսինքն իրենց հույսը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է, այլ իրենց հույսը Հայաստանի քաղաքական դաշտի այլ ակտորների հետ է կապված եւ Հայաստանի հասարակության հետ։ Բացի նրանից, Բորիս, սա նաև ապացուցվում է իմ այս հաջորդ ասածը, ապացուցվում է իշխանական քարոզչամեքենայի վերջին հրապարակումներով, խոսույթով։
Երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետական ապարատին ինչ էր կարողանում ծախել, ինչ թեզ էր կարողանում ծախել։ Ասում է Թրամփի WhatsApp-ի համարը ունեմ, Էրդողանի մոտ կարողանում եմ Ստամբուլ գնամ, Պուտինի հետ հարաբերություններն էլ լավ են։ Պետական ապարատին սա չափազանց կարևոր է, ցանկացած բյուրոկրատական համակարգ ինքը կայուն է, էֆեկտիվ է, արդյունավետ է, հավատում է ապագային, եթե ինքը վստահ է, որ իր քաղաքական առաջնորդի ապագան եւս մշուշոտ չէ, հստակ պարզ է, թե այդ քաղաքական ապագան ոնց է լինի։ Ռուսաստանի իշխանությունների այս ուղերձը այն է, որ իրենք չեն ընդունում այս իշխանությունը, այստեղ արդեն պետական ապարատը ինքը պետք է որոշակի առումով հետևություններ անի Ռուսաստանի իշխանությունների մոտեցումներից եւ եւս մի կարևոր սուբյեկտ կա, բարդ է իհարկե այսօրվա իրականության մեջ հավատալ, որ դա ազդեցություն կունենա այն ժամկետներում կամ այն դրսևորումներով, որով ոմանք կուզենային տեսնել, բայց հայկական բիզնեսն էլ պետք է հետևություն անի։ Եթե ոմանց թվում է, որ իրենց կրավորական կեցվածքը կամ իրենց այն մոտեցումը, որ իրենք երկրի ներսում կարող են աջակցել Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան, հակահայաստանյան եւ խորքային առումով նաեւ հակառուսական քաղաքականությանը, բայց Ռուսաստանում շարունակեն փող աշխատել, այդ ամեն ինչը այլևս չի լինել ու Օվերչուկի խոսքը նաեւ սրա մասն էր ուղղված, ասում է, եթե ձեր համար ռուսական բիզնեսը մեզանում ընդունելի չէ, ինչու հայկական բիզնեսը Ռուսաստանում պետք է աշխատի։ Այսինքն ռուսական կողմը ինքը մի շարք սուբյեկտների է ուղերձել հայ հանրությանը, պետական ապարատին եւ բիզնեսին հայկական, ով ինչ հետևություն կանի, ցույց կտա շատ մոտ ապագան։ Ու կներեք, Բորիս, կներես, շարունակեմ, որ ասում էի իշխանական քարոզչա մեքենան էլ է սա այս ամեն ինչը հասկանում։ Այսօր կարծում քո աչքով էլ էր ընկել Տելեգրամյան ալիքներից մեկը, իշխանական, որ փորձում է ներկայացնել, որ իրականում Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այդքան էլ վատ չեն, ամեն ինչում Կիրիենկոն է մեղավոր, ինքը ինչ որ հանդիպում է ունեցել հայաստանյան ինչ որ քաղաքական շրջանակների հետ, որոնք ասել են, այ դուք էսպես ձեզ պահեք, հակառակ դեպքում հաջողություն հասնելու հնարավորություն չկա, ոչ, իշխանությունները եւս հասկացել են, որ պետական ապարատը կարող է ճիշտ հետևություններ անի Պուտին-Փաշինյան հանդիպումից եւ իրենք փորձում են հիմա նույն պետական ապարատին համոզել, որ ամեն ինչ լավ է, ուղղակի կան չար ուժեր, որոնք փորձում են Պուտինի եւ Փաշինյանի միջև խնդիրներ ստեղծել։ Ոչ, Ռուսաստանի իշխանությունների, ռուսաստանյան լրատվամիջոցների, պաշտոնյաների գնահատականները խոսում է հետեւյալի մասին, որ այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անընդունելի է ռուսական կողմի համար։ Հետևությունները կրկին ասեմ, պետական ապարատին, հասարակությանը եւ բիզնեսին։ Այն վերլուծությունը, որ դուք արեցիք, դրա օգտին մի շատ կարևոր փաստ է խոսում, ամենաակնառու փաստը, որ Վլադիմիր Պուտինի նման կոնսպիրատիվ առաջնորդը, ասենք հատուկ ծառայություններից եկած առաջնորդը, ընտրությունների մասին իր դիտարկումները անում է հրապարակային։ Հայաստանի սպասվող վատ թարագույն զարգացումները անում է հրապարակային, ինչու, որովհետև Պուտինը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք այս արտահայտությունը, որ մուտիլովշիկ է, եւ իրենք մի բան են պայմանավորվելու, ինքը գալու է Հայաստան, ուրիշ բան է անելու, Եվրամիությունը ԱՄՆ ուրիշ բան է զեկուցելու, ստիպված հրապարակային ուղիղ եթերում ասում է, որ Նիկոլը էլ փախնելու տեղ չունենա, այսինքն սա նման վարքագիծ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից կարծում կհամաձայնեք լինում է մի պարագայում, երբ որ կա ծայրահեղ անվստահություն դիմացի կողմի նկատմամբ։ Այսինքն երբ որ լիներ մարդկային վստահելի փոխհարաբերություններ, կուլիսների հետևում խոսեին այդ ամեն ինչի մասին, կիմանար, որ Նիկոլ Փաշինյանը դա կպահի։ Այնքան վստահ են, որ սա ստախոս է, որ դա ստիպված հրապարակային են անում։ Համաձայն եք այդ։ Միանշանակ ավելին, քանի որ պայմանավորվածությունները այլ կերպ են ներկայացում, դրա համար նշեցի, իրենք ի սկզբանե ամեն ինչ այս տեսքով ներկայացրեցին, որ հետագայում արդեն ոչ ոք չկարողանա ասել, դե մենք չգիտեինք, մենք ուրիշ բան էինք ակնկալում, մեզ ուրիշ բան ասեցին։ Ու եւս մի կարևոր հանգամանք, ախր մենք այս ամեն ինչը, երբ որ մենք քննարկում ենք, մենք պետք է հասկանանք հետեւյալը, Հայաստանը ինքը վակուումի մեջ չէ, որ գոյություն ունի։ Օրինակ, ինչ էին ասում իշխանական նույն այդ տելեգրամյան ալիքները, փորձագետները եւ այլն, այն որ ասում էին, բանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ լավ էլ, ասած ոդկա գազին դրեց, բայց նաեւ ինչ էին ասում են
Այն ինչ մենք ստեղ 5 տարի ասում էինք, վերջապես գնաց ու Պուտինի դեմքին այո, ճպցրեց, այո, այսպես ներողություն ենք խնդրում իհարկե մեր հերոստատիտողներից այս գնահատականների համար, եթե մենք սա արձանագրում ենք, կարծում եմ սա արձանագրվում է նաև Ռուսաստանում, այսինքն իրենք հասկանում են, որ եթե դու ուզում ես իշխանությունների կարծիքը իմանաս, դու պետք է իրենց այդ շահկապած լրատվամիջոցների, ալիքների, փորձագետների այո, կարծիքը իմանաս։ Իսկ իրանք չեն էլ թաքցնում, թե ինչ է լինելու հունիսի 8-ին, պայմանական, հա, հունիսի 8-ին, եթե իրենք վերընտրվեն ոչ մի Գազպրոմ Արմենիա, ոչ մի Հարավկովկասյան երկաթուղիներ, ոչ մի համատեղ հոբ, ոչ մի սահմանապահներ, ոչ մի 102 ռազմաբազա, այս ամեն ինչը Հայաստանում չի լինելու։ Ռուսաստանում սա հասկանում են ու ինչն է այստեղ վտանգավոր, որից Նիկոլ Փաշինյանի այդ զրույցներում նույն տերմինաբանությունն են օգտագործում, որը օգտագործում են Ուկրաինայի հետ զրույցներում։ ես Ոչ էլ թե դրա մենք մասին էի, ես սպառնում էլ ձեզ ենք, ոչ թե սպառնում ենք, այլ մենք արձանագրում ենք նույն բառապաշարը օգտագործվում է այնտեղ։ Պարոն Մատոսյան, հենց այդ սիմվոլիկ մի կերպար էլ կա, թափս Ռուսաստանի թշնամիների դեմ սովորաբար հրապարակային հայտարարություններով է հանդես գալի Մեդվեդևը։ Եվ Մեդվեդևը Մեդվեդևը շատ հետաքրքիր, այսպես զուգահեռ տարավ, հրապարակային խոսեց Զելենսկուն եւ Փաշինյանին դրեց մի տեքստի մեջ եւ հայտարարեց, որ այն ինչ որ այն ուղղությամբ որ պլանավորում է գնալ Հայաստանի իշխանությունը, դա թշնամական ուղղություն է եւ լինելու է համապատասխան արձագանք եւ այն մարդկանց համար այդ քարոզիչների կեղծ թեզերի տակ մնացողների տակ, ովքեր դուք տեսաք նաեւ Նիկոլի հետ հանդիպման ընթացքում ասում են Պուտինին լավ գազ տվեցիր, ասում են, հա գազ տվեց, բայց կարող Պուտինը գազ չտա։ Ու Պուտինի գազ չտալը շատ ավելի ցաներ է նստելու Հայաստանի տնտեսության, Հայաստանի քաղաքացիների վրա եւ ընդհանրապես ապագայի վրա։ Սա գիտեք ինչի նման է, ներողություն եմ խնդրում, ես ձեր գնահատականը այս մասով կուզեի լսել։ Սա նման է անչափահաս ինքնահաստատվող ինչ որ բան, թաղի խուժանի վարքագծի նման, որը անում է հայտարարություն, որ առաջին հայացքից ասում ես դե լավ, երևի թե դուխով տղա է, բայց հետևանքները չի վերլուծել, այսինքն թե իր համար կամ լավ իր ժողովրդի համար, ում ինքը ներկայացնում է, ինչ հետևանքներ է դա ունենալ։ Որից նաև այստեղ մի կարևոր հանգամանք կա Մեդվեդևի հետ կապված, եթե ես չեմ սխալվում, վերջին ռուս բարձրաստիճան պաշտոնյան, որը հրապարակային խոսք հղեց Ուկրաինային միջև պատերազմական գործողությունների մեկնարկը մեծ հոդվածով հանդես եկավ, դա Դմիտրի Մեդվեդևն էր, ռուսերեն դա այնպես մի քիչ ավելի ազդեցիկ է հնչում, վսադնիկ ապոկալիպսիս, ինքը մոտարապես այդ դերում է այդ մարդը։ Հիմա ես հասկանում եմ, որ Հայաստանում տենց սովորություն կա, մարդիկ սիրում են տարբեր գնահատականներ տալ Ռուսաստանին, չգիտեմ, ասել, որ արյունարբու ռեժիմ է, դիկտատոր է եւ այլն, ու դա անել օրինակ ռուսական գազով ջեռուցվող բնակարաններում, այդ տեսակ մեկնաբանություններ գրել, բայց իսկապես խնդիրը կայանում է հետեւյալում, որ դու իհարկե կարող ես քեզ այդպես պահել, բայց դրա հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետությունը ու եւս մի կարևոր հանգամանք, որից ես կարծում եմ, այստեղ դու ինձ հետ կհամաձայնվես, Հայաստանի իշխանությունը ինքը իրավունք չունի իրեն սանձարձակ պահել ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, նույնիսկ Թուրքիայի, իմ մոտ տրամաբանական հարց է առաջանում, ինչու Թուրքերի հետ հարաբերություններում մի հատ թթու խոսք չեք ուզում ասել կամ լավ, ուզել եմ մի կողմ խուսափում եք ասել, փորձում եք կոնֆլիկտայնությունը զրոյի հավասարեցնել ձեր պատկերացրածի, ձեր գիտելիքների շրջանակներում։ Եթե մենք մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ սա իրենք թուրքական շահն են սպասարկում, պատկերացնենք, որ իրոք ուզում են այնպես անել, որ կոնֆլիկտ չլինի։ Դուք ինչի եք հասկանում, որ թուրքերի հետ պետք չի կոնֆլիկտ գնալ, բայց ռուսների հետ կոնֆլիկտ եք հրահարում։ Ինչի համար։ Դուք իսկապես կարծում եք, որ եթե դու ընդհանուր սահման չունես ինչ-որ մի պետության հետ, դու կարող ես կոնֆլիկտ հրահարել ու դա առանց հետևանքների է մնալու։ Պարոն Որից Ադրբեջան, ես դուք մի քիչ խաղը բարդացրեցիք, որովհետև այս մարդիկ Թուրքիան էլ մի կողմ դնենք, իր ռեսուրսներով, բանակով, հնարավորություններով ՆԱՏՕ-ի անդամ լինելով։ Սրանք վախենում են Արցախ անունը տալ, որտեղ կարող Ալիևը բարկանա, ասում են պատերազմ կսկսվի։ Այսինքն այո, դուրս համաձայն եմ, համաձայն դուք եմ, որ իշխանությանը ուղղելով պիտի հարց տամ, այս դուք որ ներողություն արտահայտության համար, բայց ճշմարտությունը պիտի իր ձևակերպումներով ասվի։ Դուք որ շամպես վախենում եք Ալիևից, այսինքն դուք կարծում եք Ռուսաստանի դաշնությունը
մի կես Ադրբեջան չկա իր հնարավորություններով։ Լավ, մի Ադրբեջան գոնե լավ շատ չէ, էլի, մի Ադրբեջանի հնարավորություն։ Բայց ես այստեղ ուրիշ բանի եմ, ես այստեղ իրենց վարքագիծը ուրիշ ձև եմ հասկանում։ Ես իրենց վարքագիծը նմանեցնում եմ փողոցում շատ խելոք, շատ հանգիստ փողոցի տղաների համար սեմուշկի վազող, բայց միևնույն ժամանակ իրեն շատ սիրող եղբոր նկատմամբ սրիկայություն անողի։ Ինչու, որովհետև իրանք մտածում են, ասում նայ, եթե մենք Արցախ անունը ասենք, Ալիևը կարող է իրականում պատերազմ սկսի, բայց ռուսները ելնելով են վերաբերմունքից, որ ունեն հայ ժողովրդի նկատմամբ, հաստատ պատերազմ չեն սկսի։ Եկեք ռուսների նկատմամբ մեզ պահենք վատ, որովհետև իրենք ելնելով ընդհանուր քրիստոնեական արժեքներից, ընդհանուր պատմությունից, այն ամեն ինչ, այն փոխհարաբերությունից, որ հայ եւ ռուս ժողովուրդներ ունեն, դե ռուսները կասեն ոչինչ, եկեք հանդուրժեն։ Այ Ադրբեջանից պիտի վախենալ, որովհետև Ադրբեջանը հայերի նկատմամբ ցեղասպանություն անելու փորձ ունի եւ ցանկություն։ Այդտեղ արդեն պետքա զգուշ լինի։ Ու այստեղ կա եւս մի կարևոր վտանգ, ես ուզում եմ մենք սա էլ Պուտինը ոնց ասացին, на берегу это надо обговорить, այսինքն ի սկզբանե մենք սա ասենք, Բորիս, այս մարազմատիկ քարոզը կարծում եմ դուք էլ եք հանդիպել, երբ որ տենց անձիկ կան, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր պահվածքով, ինքը իր գործողություններով անկախություն է պարգևել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին, այսինքն ինքը հանձնելով Արցախը Ադրբեջանին, Ռուսաստանին զրկել է հնարավորությունից Առաջին հերթին Ադրբեջանին։ Այո, ազդելու Ադրբեջանի քաղաքականության վրա, հետևաբար Նիկոլ Փաշինյանը это отец не только русской демократии, но и азербайджанской, sense ասենք, էլի, տեսեք, հիմա նաև մտնես լրիվ այլ քարոզա գնում, այտենց դեգեներատներ էլ կան, որոնք ասում են Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կփլուզի Ռուսաստանի իշխանությունը եւ Ռուսաստանում իշխանափոխություն կլինի։ Այս մարդիկ ինչ որ իրանց պատկերացումների կարծում դուք նույն վերլուծությունն եք կարդում, ինչ ես նոր, որ Ռուսաստանը անհանգստացած է, որովհետև Հայաստանի եմը գնալով կփլուզվի իշխանափոխություն կլինի Ռուսաստանում։ Այո, այսինքն Բորիս, այս մարդիկ, որոնք Ադրբեջանից շանպես վախենում են, ինչպես ձևակերպեցիք, արդարացիորեն ես ձևակերպեցի։ Այո, իրենք Ռուսաստանում իշխանափոխություն են անում։ Այս մարդը 20 թվականի պատերազմից առաջ ասում էր Ադրբեջանում էր անում, որ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը ի՞նչ եք դուք խոսում։ Դուք ես ի՞նչ եք խոսում։ Սա շատ վտանգավոր արկածախնդրություն է։ Ռուսական կողմը ինքը հստակ արձանագրել, ինքը ինչ ասում հայ հանրությանը, իմ անկալմամբ, որ ժողովուրդ, ընտրությունը ձերն է։ Եթե դուք սատարում եք Նիկոլ Փաշինյանին, օքեյ, ինքնիշխանությունը դա ընտրության հնարավորություն է, բայց ամեն ընտրություն ունի իր գինը։ Մենք ձեզ տնտեսական ու աշխարհաքաղաքական գինը նշել ենք, թե որն է դա լինելու։ Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մենք էլ մեր գծից չենք շեղվելու, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի շեղվելու իր գծից։ Գիտեք, պարոն Ադրբեջանի շտատը, լավ թեմա բացիկ, ներողություն։ Ինքնիշխանության մասով։ Մեր հասարակությունը համաձայն է, որ ինքնիշխանությունն ու հասարակության ինչ որ հատված, որը աջակցում է այդ խոսույթին, պատկերացնում է ինքնիշխանությունը, դա եվրոպական սուպերմարկետներում գողություն անելու նման մի բան է, այսպես նստած տեղը թարս ոչ, ինքնիշխանությունը սեփական որոշումների համար պատասխանատվություն կրել է։ Այո, այստեղ երկու ճանապարհ կա։ Պուտինի խոսքը եթե բացենք, պիտի էլի ժողովրդական խոսքով մեկնաբանեմ, եւ լսեմ ձեզ։ Պուտինը ասում է հարգելի հայ ժողովուրդ կամ հայաստանցիներ, այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը անում է, կամ Հայաստանի իշխանությունները, ունի երկու ելք։ Կամ դուք չեք ընտրում այդ ճանապարհը եւ շաքարաքլոր է դառնում Նիկոլ Փաշինյանը, կամ ընտրում եք Նիկոլ Փաշինյանին իր հետևանքներով հանդերձ, արդեն պատասխանատվություն եք կրում դուք։ Դրա համար ասում եմ, ասվել է, որ եթե այս ճանապարհով գնանք, լինելու է այսպես ու հետագայում արդեն բողոքներ չլինեն։ Սա ոչ թե սպառնալիք է, որովհետև ես ասպես ասեմ, էլի եթե հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը մի փոքր այլ լինել, առնվազն 22 թվականի հոկտեմբերի 6-ից հետո այս ամենը զգացնել կտալ հայ հասարակության համար, բայց այսքան ժամանակ փորձել են հարաբերություններ կառուցել, չհասցնել ինչ որ ծանր հետևանքներով գործընթացների, ընտրությունը իսկապես հայ ժողովրդին է ու սա էլ արձանագրենք, այսպես ասած, ամփոփելով, ոչ թե սա սպառնալիք է, սա նախազգուշացում է, հստակ նշելով գինը, թե ամեն մի որոշում ինչ գին է ունենալու։
այդ գնի վերաբերալ ու որոշման վերաբերալ ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը, ոչ Պուտինը, ոչ Տրամպը, ոչ Մակրոնը, ոչ առավել եւս Կայա Կալասը կամ Էրդողանն ու Ալիևը իրավունք չունեն այս ամեն ինչի վրա ազդելու, թեպետ ակնհայտ է որ փորձելու են ազդել, բայց այս ամեն ինչը պետք է որոշի հայ ժողովուրդը, ինքն էլ պետք է կրի պատասխանատվություն իր ընտրության համար, ինչպիսին է լինի այդ ընտրությունը։ Համաձայն եմ ձեզ հետ, այստեղ շատ ուղիղ ասվում է։ Չի ասում, սիրելի այ ժողովուրդ, հայաստանցիներ, մի ընտրեք Եվրամիություն, ասում է, դուք կարող եք ընտրել Եվրամիություն, բայց եթե Եվրամիություն եք ընտրում, դուք մեր օդով չեք կարող տրնել։ Եթե Եվրամիություն եք ընտրում, դուք չեք կարող մեր վրա միրգ վաճառել։ Գնացեք Եվրամիությունում վաճառեք, այսինքն ես համաձայն եմ ձեզ հետ, որ այստեղ չկա սպառնալիք, կա հստակ ասել, որ կան այսպիսի շահեր, ժողովուրդ ջան, եթե դուք ձեզ տեսնում եք մեզ թշնամական ճամբարում, սպասեք համապատասխան հետևանք, դուք ձեր միրգը, եղածը, արտադրանքը, կոնյակը, գինին մեզ մոտ չեք կարողանալ վաճառել։ Գնացեք Եվրոպա վաճառեք, ինչ խնդիր կա։ Այստեղ հասարակությունը շատ հեշտ ընտրություն կատարի։ Տնտեսականը դեռ մի կողմ, Բորիս, բա որ հարցի նաև անվտանգային առումով փորձենք Դե մենք անվտանգայինը անցել ենք, արդեն խաղաղություն է, չէ՞։ Չէ, դա այդպես չէ, դու քարոզչությունը իհարկե դա է ասում, Չի բայց եկել դարաշրջանը դեռ։ 20 թվականի պատերազմը ինքը մեծ հավանականությամբ չէր լինի, եթե հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ ճգնաժամ չլիներ, եթե ադրբեջանցիները եւ թուրքերը չկարծեին, որ սա իրենց համար պատմական հնարավորությունների պատուհան է, օգտվել իշխանությունների նաև պահվածքից, վստահաբար դուք էլ եք, չէ՞, հիշում որ Լավրովին կոչ էին անում հարմարվել հայաստանյան եղանակներին, Այո։ Պուտինին դիմավորում։ Սա պատերազմը եղավ ոչ թե որ Պուտինը ասեց Ալիևին գնա պատժի, այլ որովհետև Ալիևը տեսավ, որ հարաբերություններում կա լուրջ ճգնաժամ եւ Ռուսաստանը այն արձագանքը կարող է եւ չունենալ, որ այլ հավասար պայմաններում կունենալ։ Որից Նիկոլայ Բորդուժային կարծում եմ դուք էլ եք շատ լավ հիշում, ամեն անգամ երբ սրացում էր լինում հայ-ադրբեջանական սահմանին, առավել եւս Արցախի եւ Ադրբեջանի սահմանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարություններ էր անում։ Դա միջև Նիկոլ Փաշինյանն էր, ինչը ընդգծում էր Մոսկվայի մոտեցումը այս ամեն ինչին։ Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ իրենց համար անընդունելի էր Ադրբեջանի ագրեսիան սադրանքը Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ։ Ինչ եղավ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այս ամեն ինչը, այս համակարգը փոխվեց։ Սա հարցերի հարցն է, որի պատասխանը պետք է տան մեր քաղաքացիները ու հասկանան ինչ կլինի Հայաստանի հետ, եթե մենք դադարենք օգտվել ռուսական եւ իրանական անվտանգային հովանոցից։ Շնորհակալ եմ, պարոն Մաթևոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եմ վերլուծաբան Բենյամին Մաթևոսյանի հետ, քննարկում էինք ռուս-հայկական հարաբերություններ, եթե տեղ կան հարաբերություններ, վերջին զարգացումները, ստեսություն կհանդիպենք։